Ազգային ժողովի արգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, շարունակում եմ ձեզ ներկայացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ Պիտի ասեմ, որ նախորդ զեկույցի ժամանակ արդեն անդրադարձել եմ ուրեմն էներգետիկայի, ընդերքի եւ տրանսպորտի ոլորտներում իրականացված աշխատանքներին, այսօր կանդրադառնամ ջրային ռեսուրսների եւ տարածքային կառավարման ոլորտին վերաբերող աշխատանքներին եւ այսպես տարածքային կառավարման ոլորտի գծով ծախսային ծրագրերը 8-ն են, որոնցում ընդգրկված են ընդհանուր թվով 54 միջոցառումներ, այդ միջոցառումների իրականացման համար պետական բյուջեից հաստատի ծախսվել է 136.4 միլիարդ դրամ կամ նախատեսվածի 95.2%-ը։ Մասնավորապես ոլորտի ամենախոշոր ծրագիրը, որը կազմում է տարածքային կառավարման ոլորտի 93.8%-ը, տարածքային զարգացում ծրագիրն է, որի շրջանակում իրականացվել են թվով 12 միջոցառումներ, որոնց համար պետական բյուջեից նախատեսվել է 129.1 միլիարդ դրամ, փաստացի ծախսվել է 127.9 միլիարդ դրամ, նախատեսվածի 99.1%, ընդ որում նախորդ տարվա համեմատ պիտի նշեմ, որ ծրագրի ծախսերն աճել են շուրջ 11.6%-ով կամ 13.3 միլիարդ դրամով։ Ծրագրի ներքո գործող կարևոր միջոցառումներից են ֆինանսական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին միջոցառումը, որը հենց ինքը դոտացիաների, ուրեմն համարտեսման սկզբունքով համայնքներին տրվող դոտացիաներն են։ Պիտի ասեմ, որ ընդհանուր առմամբ 71 համայնքի 2024 թվականին տրամադրվել է 85.3 միլիարդ դրամ, ճիշտ այնքան ինչքան նախատեսված է եղել տարեսկզբին, ընդ որում նշեմ, որ 2024 թվականին առաջին անգամ բարելավվել են ֆինանսական համարտեսման դոտացիաների հաշվարկներում կիրառվող մեխանիզմները, որոնք միտված են եղել տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջև հնարավոր բևեռացման մեղմանը, համայնքների դոտացիաների բաշխման հավասարակշռության ապահովմանը։ Մասնավորապես հիշալ նպատակով առաջին անգամ 82 սահմանամերձ բնակավայրի անվտանգային ծախսեր կատարելու համար լրացուցիչ հատկացվել է 5 միլիոն դրամ, օրինակ Կապան համայնքի դեպքում 19 սահմանամերձ բնակավայրի համար հատկացվել է 95 միլիոն, նոյեմբերյանի դեպքում 45 միլիոն եւ այսպես շարունակ։ Պիտի ասեմ, որ առաջին անգամ ազգային փոքրամասնություններով 8 համայնքների յուրաքանչյուրին տրվել է 50 միլիոն դրամ դոտացիա։ Պիտի նշեմ, որ դոտացիայի չափը շարունակական աճում է եւ չեմ կարող այս համատեքստում չնշել, որ 2026 թվականին դոտացիայի չափը կկազմի արդեն 107.8 միլիարդ դրամ, որը 2023 թվականի համեմատ աճել է շուրջ 54%-ով։ Սուբվենցիաների տրամադրման մասով պիտի ասեմ, որ 31 միլիարդ դրամի սուբվենցիա է տրամադրվել պետական բյուջեի մասով եւ ընդհանուր առմամբ շուրջ 57 միլիարդ դրամի ուրեմն դոտացիա է տրամադրվել համայնքներին։ Կարևոր է նշել, որ հաջորդ միջոցառումը առաջին անգամ մասնակցային բյուջետավորման ծրագիր է իրականացվել, որի արդյունքում թվով 4 համայնքների Արմավիրին, Աշտարակին, Աբովյանին, Ջերմուկին տրվել է 443 միլիոն դրամ գումար, սա ասեմ, որ 2025 թվականին արդեն 21 համայնքի մասով հատկացվելու է 1 միլիարդ դրամ, այսինքն համայնքների թիվը այստեղ զգալի աճել է։ Պիտի ասեմ, որ մյուս միջոցառումը, որը կուզեմ ներկայացնել, ազդակիր բնակավայրերի եւ համայնքների բյուջեներին տրամադրվող թվով 6 համայնքների ռոյալթիներից մասանումներն են, Կապան, Քաջարան, Մեղրի, Վարդենի, Սալավերդի, Ծաղկաձոր, այստեղ էլ այդ 6 համայնքներին միասին հատկացվել է 1.1 միլիարդ դրամ ֆինանսավորում։ Մյուսը պետական աջակցության սահմանամերձ համայնքների միջոցառումն է, որի համար նախատեսվել է 1 միլիարդ դրամ, որը եւս ամբողջությամբ տրամադրվել է։ Ծրագրի նախատեսմամբ սահմանային համայնքներում սոցիալական աջակցության ծրագրերը փոխհատուցելու, մասնավորապես փոխհատուցելու բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի գումարների դիմաց։ Պիտի անդրադառնամ նաև Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին ֆինանսական աջակցությունը 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով շուրջ 270 բնակելի տների վերանորոգման, ինչպես նաև 200 վնասված տրանսպորտային միջոցների համար հատկացվել է 1.3 միլիարդ դրամ, որը ամբողջությամբ ծախսվել է։
Մյուս ծրագիրը քաղաքային զարգացում ծրագիրն է, որի շրջանակում իրականացվել են թվով 16 միջոցառումներ, որոնց համար 2024 թվականի բյուջեով փաստացի ծախսը կազմել է 9.4 միլիարդ դրամ։ Մասնավորապես 2024-ին շարունակվել են Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառ-պուրակի կառուցման, նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցման եւ հիմնանորոգման, Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման, ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։ Մյուս ծրագիրը, որը կուզեմ ասել, կոշտափոնների կառավարման ծրագիրն է։ Այս ծրագրի շրջանակներում ավարտվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի եւ ենթակառուցվածքների, Մարտունի եւ Ակոնք բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբի փոխաբեռնման կայանների աշխատանքները։ 2024-ին այս ուղղությամբ ծախսվել է 2.7 միլիարդ դրամ։ Ամբողջությամբ ծրագիրը պատրաստ է գործարկման համար առաջիկայում կգործարկվի։ Նշալ ծրագրի արդյունքում ձեռք են բերվել նաև 28 Ռենո մագնիշի աղբատար մեքենաներ, ավելի քան 7000 աղբամաններ։ Հաջորդ ծրագիրը սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիրն է, որի շրջանակներում իրականացվում են 5 միջոցառումներ, որոնց համար պետբյուջեում նախատեսված է եղել 5.2 միլիարդ դրամ, փաստացի ծախսը կազմել է 5.1 միլիարդ դրամ։ Կատարվել է ուրեմն 98.6%-ը, այս միջոցառման խոշոր ծրագրերից մեկն է, թվով 30 համայնքների ընդհանուր հատկացվել է 105 միավոր համայնքային նշանակության տեխնիկա սարքավորում։ Կուզեմ անդրադառնալ նաև ջրային ոլորտին, հաշվետու տարում ջրային ոլորտի համար հատկացվել է 32.2 միլիարդ դրամ, որից 17.2 միլիարդ դրամը եղել են կապիտալ բնույթի ծախսերը։ Փաստացի ծախսը կազմել է 29.7 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 92.4%, որից 15.3 միլիարդ դրամը ելի եղել են կապիտալ բնույթի ծախսերը։ Նշված գումարներով իրականացվել են 6 ծրագրերում ընդգրկված 32 միջոցառումներ, որոնցից ամենախոշորը ոռոգման համակարգի առողջացում ծրագիրն է, որի շրջանակում իրականացվել են թվով 18 միջոցառումներ, որոնցից 9 վարկային կամ դրամաշնորհային միջոցառումներից են։ Մասնավորապես ծրագրի իրականացման համար 2024 թվականին պետբյուջեում նախատեսվել է 17.4 միլիարդ դրամ, որից 6.5 միլիարդ դրամը կապիտալ բնույթի ծախսերն են, կատարողականը կազմել է 92.3%։ Մասնավորապես որպես խոշոր ծրագիր կուզեմ անդրադառնալ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման վարկային ծրագրի շրջանակներում Վեդի եւ Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների ջրի փոխադրման համակարգի եւ Վեդի ջրամբարի ոռոգման ջրանցքի սկսվող ընդհանուր 36.2 կիլոմետր երկարության ոռոգման համակարգի եւ շուրջ 10.5 կիլոմետր երկարությամբ ջրի փոխադրման համակարգի կառուցման աշխատանքներին, պիտի ասեմ, որ այստեղ ամբողջությամբ աշխատանքները ավարտվել են, նախորդ տարվա ընթացքում վճարվել է 2 միլիարդ դրամ, որը կատարողականը կազմել է 98%, այս պահին արդեն ջրալցման աշխատանքներ են իրականացվում ջրամբարում եւ մեծ հաշվով շինարարական փուլը կարելի է համարել ավարտված։ Մյուս ծրագիրը Գերմանիայի զարգացման վարկերի բանկի KfW-ի ուրեմն աջակցությամբ Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման համակարգի ծրագիրն է, խոսքը Կապսի ջրամբարի կառուցման մասին է, ի տարբերություն Վեդիի, պիտի ասեմ, որ մենք այստեղ որոշակի խնդիրներ ունենք Կապալառու ընկերության հետ եւ նաեւ այս պահին քննարկում ենք պայմանագրի հետագա շարունակության հարցը, բայց հաշվետու տարվա ընթացքում շուրջ ուրեմն 1.6 միլիարդ դրամ է ուղղվել ծրագրի իրականացմանը, որը կազմում է տվյալ տարվա պլանավորվածի 95.9%-ը։ Ավարտվել են 5 մայր ջրանցքների 16.1 կիլոմետր երկարությամբ ընդհանուր վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները, շուրջ 122 կիլոմետր երկրորդ կարգի ջրանցքների վթարային ուրեմն հատվածների վերականգնման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում օգտագործվել են նախատեսված միջոցների 98.2%-ը կամ շուրջ 1.4 միլիարդ դրամ։ Փոքր եւ միջին ջրամբարաշինական ծրագրին կուզեմ անդրադառնալ, այստեղ առաջին փուլում ընդգրկված 5 ջրամբարներից ուրեմն Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիչքի եւ Արթիկի երկուսի մասով Ելփինի եւ Քասախի տեխնիկական եւ բնապահպանական փորձաքննության գործընթացներն ամբողջությամբ ավարտվել են, առաջիկայում շինարարությունների համար մրցույթ կհայտարարվի, մյուս 3-ի մասով փորձաքննությունները ընթացքի մեջ են։ Հաջորդ ծրագիրը ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի բարելավում ծրագիրն է, որի շրջանակներում իրականացվել են ընդհանուր 18 միջոցառումներ,
որից 10-ը վարկային եւ դրամաշնորհային միջոցներից են։ Ծրագրի համար 2024 թվականին պետբյուջեում նախատեսվել է 12.1 միլիարդ դրամ, որից 9.7 միլիարդ դրամը կապիտալ բնույթի ծախսերն են եղել։ Ծրագրի փաստացի ծախսը հաշվետու տարում կազմել է 11.1 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 91.7%, ընդ որում նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են ավելի քան 42%-ով կամ 2.8 միլիարդ դրամով։ Մյուս ծրագիրը, որ կուզեմ անդրադառնամ, կրկին Գերմանիայի զարգացման վարկերի բանկի, KfW եւ Եվրոպական ներդրումային բանկի համատեղ աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման երրորդ փուլի ծրագիրն է, որը իրականացվում է 6 մարզերի 47 համայնքում, հաշվետու տարվա ընթացքում նախատեսված 5.3 միլիարդ դրամից ծախսը կազմել է 5.2 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 98.5%։ Ընդհանուր առմամբ հիշյալ ծրագրով իրականացվել են 122.2 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնման, 5.8 կիլոմետր երկարությամբ կոյուղագծերի եւ 3700 բաժանորդի ջրաչափական հանգույցների տեղադրման աշխատանքներ։ Հաշվետու տարվա ընթացքում շուրջ 1 միլիարդ դրամ ուղղվել է Արփասեվան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավման միջոցառմանը, որը ամբողջությամբ կատարվել է։ Հարգելի գործընկերներ, 2024 թվականի բյուջեի կատարողականի մասով թերևս այսքանը, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։